Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվելու են 2015-ի ողջ ընթացքում ու նաև դրանից հետո։ Հավաստիացման հեղինակը Արցախի Մայրբուհի ռեկտորն է, հայտարարության առիթը Պետական համալսարանում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի անցկացրած դասախոսությունը։ Այս միջոցառումները եւ նաեւ մինչեւ տարեվերջ մեր համալսարանում կազմակերպվելիք միջոցառումները ապահովում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարունակականությունը։ Մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա, այնպես որ Հայկ Դեմոյանը չի շտապում 100-րդ տարելիցի միջոցառումների վիճակագրությունն ամփոփել։ Միջոցառումները շարունակվում են։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը ընթացիկ արդյունքներն է ներկայացնում։ Նախ ներքին ձեռքբերումների մասին։ Ծիծեռնակաբերդի համալիրը արդեն նոր հնարավորություններով է ներկայանում 100 հազարավոր այցելուներին։ Մենք ստեղծել ենք մի հուժկու հզոր գործիք, որը անընդհատ կարող է ներազդել եւ ցանկացած այցելուի ներկայացնել հայոց ցեղասպանության թեման։ Մասամբ նաև այդ փոփոխությունների արդյունքում ավելացել են հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու հնարավորությունները։ Այս տարվա ընթացքում միայն 50 մայրաքաղաքներում մենք կարողացանք աշխարհի ներկայացնել տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրություններ։ Սա իսկապես փոխում է մթնոլորտ, որովհետև նման միջոցառումները, նման ձեռնարկները իհապես նպաստում են տեղերում, որպեսզի տեղի հանրությունները տեսնեն կապը հայոց ցեղասպանության թեմայի եւ իրենց երկրի պատմության եւ հիշողության հետ։ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում իրենց բաժինն են ունեցել հայության բոլոր հատվածները։ Համատեղ ջանքերի ամենագլխավոր արդյունքը հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ միջազգային հանրության մոտեցումների փոփոխությունն է համարում Հայկ Դեմոյանը։ Այն երկրները, այն վայրեր, որտեղ ընդհանրապես չէին խոսում կամ չգիտեին հայոց ցեղասպանության մասին, այսօր կարող ենք ասել, որ իրազեկության մակարդակը միջազգային շեշտակի աճել է։ Պետհամալսարանում կայացած հանդիպմանը գիտնականը նաև ցեղասպանության թեմային զուտ արցախյան պրիզմայով է անդրադարձել։ Սյունիքն ու Արցախը դեռ 18-րդ դարի սկզբին են կանգնած եղել ցեղասպանության վտանգի առաջ։ 1720-ական թվականներին է Թուրքիայի սուլթանը հատուկ հրովարտակով հրահանգել կոտորել Սյունիք Արցախի հայությանը, քանի որ նրանք կանգնեցնում են թուրքերի տարածումը դեպի արևելք։ Մինչև 1920 թվականը Թուրքիայի իշխանությունները պարբերաբար փորձել են հայաթափել հայկական այս տարածքները։ 1920-ից այդ գործին ձեռնամուխ է եղել խորհրդային Ադրբեջանը։ Հիշենք 20 թվականին քանի տոկոս էր կազմում բնակչության տեսակարգաշիռը հայության եւ ինչ տոկոս էր կազմում 88 թվականին։ Հայությունը լքում էր իր հայրենիքը, դրա համար պատճառ կար, որովհետեւ կիրառվում էր թաքուն, ծածուկ, երբեմն էլ նաեւ բացահայտ սեգրեգացիայի այդ քաղաքականությունը թիրախավորելով հայությունը։ Իսկ արդեն 90-92 թվականին սկսվեց բացահայտ եւ բաց ցեղասպանական քաղաքականություն։ 1990-ականների սկզբին Արցախում հայերին միայն պայքարը փրկեց ցեղասպանությունից, սակայն վտանգը անցած չի համարում ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը։ Անկարայի օրհնությամբ Բաքուն ցեղասպանական քաղաքականությունը շարունակում է առ այսօր։ Մենք ականատես ենք լինում ամենօրյա այդ քաղաքականության բաղադրիչներն են սահմանային միջադեպերը։ Այդ քաղաքականության բաղադրիչներն Ադրբեջանի ընդհանուր որդեգրած քաղաքականությունը եւ դա բացահայտ իր նպատակադրությունը չի թաքցնում։ Երկրի առաջնորդները կոնկրետ հայությունն են թիրախավորում։ Սա բացահայտ մի քաղաքականություն է, որից ընդամենը կես քայլ է բուն ցեղասպանության իրագործում։ 21-րդ դարում աշխարհը բնավել ավելի բարի չէ, քան էր 100 տարի առաջ 1915-ին, եւ հուսալ թե միջազգային հանրությունը պետք է լինի նոր ցեղասպանությունները բացառելու երաշխավորը, աններելի միամտություն կլինի։ Հայերը ցեղասպանությանն ասում են այլևս երբեք եւ գիտակցում, անգամ ամենահիմնավորված պահանջներն ու որոշումներն են անօգուտ դառնում, եթե դրանց թիկունքում ուժեղ բռունցք չկա։ Եթե մենք այդպեսին չլինենք, ապա մեր հարցերը կդառնան մանրադրամ ուրիշների շահերի պարագայում։ Մենք չպետք է առաջնորդին դա թույլ տանք, որպեսզի մեր հարցը, մեր հիմնահարցերը, մեր անվտանգության հարցերը, իսկ պահանջատիրությունը անվտանգության հարց է, որպեսզի միջազգային քաղաքականության օրակարգում ձևակերպվեն որպես մանրադրամ այլ երկրների կողմից օգտագործվելու համար։ Այդպես եղել է, ցավոք սրտի։ Դրանից պետք է դաս քաղել եւ լինել կուռ, միասնական եւ ամուր։ Նորայր Հովսեփյան, Աշոտ Գասպարյան, օր